Tum 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 saur, trala, shimpanzini, bananini, bombobini, guzini, liloka, tina, tum 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 tum. Sahur, trala, shimpanzini, bananini, cappuccina, assassina, barellina, cappuccina, bar patapim, ballerina, cappuccina, shimpanzini, bananini, bambarzilla, crocodilla. Առաջին հայացքից անվնաս արտահայտություններ, որոնք հեշտ են հիշվում երեխաների մոտ և դարձել են թրենդային, միայն թե իրականում դրանց ազդեցությունը շատ վնասակար է։ Արհեստական բանականության կողմից գեներացված արտասովոր պատկերներ անհասկանալի իտալական հնչողությամբ բառեր։ Scimpanzini cocosini, wa, ballerina cappuccina, mi. Կռվող կոկորդիլոս, ռազմարվեստիկ բրենդով, փայտե էակ բռնած բեյսբոլի բիթ։ Ինչ են սրանք և ինչու են ստեղծված։ Capu cappuccino assassino. Հուսալ, որ կարելի է թարգմանել ու հասկանալ բուն իմաստն իհարկե դժվար գործ է, միայն թե հատվածական մոտավոր թարգմանությունից էլ պարզ է, ոչ մի դրական միտում։ Bombardiro crocodilo. Ահա մեկ օրինակ, այս հոլովակում ասվում է բոմբորդիրո կրակադիլո թռչող ալիգատոր, որը ռմբակոծում է երեխաներին Գազայում ու Պաղեստինում։ Նա չի հավատում Աստծուն և սիրում է ռումբեր, կերակրվում է հոգով։ Մյուս օրինակների թարգմանությունները նույնպես սարսափեցնող են, օրինակ ամենահայտնի մեմում ասվում է տրալալերո տրալալա, անիծյալ Աստված, անիծյալ Ալլահ և այլն։ Կասեք, որ երեխաները միևնույն է չգիտեն թարգմանությունը և կրկնում են որպես անմեղ արտահայտություններ։ Պարզվում է, նույնիսկ այս պարագայում դրանք լուրջ վտանգ են ներկայացնում։ Հոգեբան Սիրանուշ Օհանյանն երեխաների հետ աշխատանքի բավական հարուստ փորձ ունի, մեմերին ծանոթ է։ Արհեստականորեն ստեղծված այդ մեմերը, որոնք արդեն դարձել են կարծեք թե սերիալ, որովհետև անընդհատ շարունակություններ են դուրս գալիս, մտնում են երեխաների ուղեղ, այսպես ասած, ու դառնում են անընդհատ կրկնվող արտահայտություններ, քանի որ լավ հանգավորված են եւ անմիջապես տպավորվում են թե երեխաների, թե մեծահասակների մոտ։ Անիրական հիբրիդ կենդանիների ագրեսիվ կոչերն ու արտահայտությունները երեխաների մոտ վախեր են առաջացնում։ Այն երեխաները, ովքեր դեռևս փոքր են եւ չունեն քննադատական մտածողություն, այսինքն կասկածի տակ չեն դնում այն ամենը, ինչ տեսնում են, չեն կասկածում, որ այդ կերպարներն իրական են, կարող են ունենալ վախեր։ Այսինքն այդ վտանգավոր, տգեղ, վախենալու կերպարները տեսնելիս իրենք կարող են իրենց ներշնչել, որ քնելուց օրինական կողմնու տակ, պահարանի մեջ հավանական է թաքնված են այդ հրեշները։ Նրբազգաց երեխաների մոտ առաջանում է անքնություն, կակազություն, գիշերամիզություն ու կախվածություն։ Դեպքերը բազմաթիվ են, ասում է հոգեբանը, այս հոլովակների ստեղծման համար կիրառվել են բազմաթիվ հոգեբանական հնարքներ, որպիսի հեշտ հիշվեն ու մնան ենթագիտակցության մեջ, սրանք դիտումներ ապահովելու համար են։ Հանգավորումը, տոնայնությունը ձայնի, թե ինչպես են այդ ձայնով երեխայի հետ խոսում, ինչպես արդեն ասացինք, արհեստական բանականության կողմից գեներացված է եւ ձայնը եւ պատկերը, կերպարը, հետո դրանք գունավոր են, այսինքն անմիջապես ազդում են եւ մեր տեսողական անալիզատորի վրա, եւ մեր լսողության վրա, եւ մեր ուղեղի վրա, որովհետեւ հանգավորված են ու ավելի հասկանալի, մատչելի են թվում առաջին հայացքից։ Հետո բացի այդ երեխաները կտրվում են իրական աշխարհից ու մտնում են ամբողջությամբ արհեստական աշխարհ։ Խստորեն արգելել երեխային դիտել այս տեսանյութերը գուցե դժվար իրականանալի է։ Նրանք, ովքեր արդեն կախվածություն ունեն, կփորձեն շրջանցել արգելքը։ Հարկավոր է հետևել այն ամենին, ինչ երեխան դիտում է համացանցում։ Եթե երեխաները նայում են, շատ կարևոր է, որպեսզի ծնողը վերահսկի այն ամենը, ինչ նայում է երեխան։ Եթե հնարավորություն կա, իր հետ միասին նայի, որպեսզի ընթացքում կարողանա մեկնաբանություններ անել, ավելի անվտանգ ու բարի տեսանկյունից ներկայացնել երեխայի դիտած հոլովակները։ Ու շատ կարևոր է նաև, որպեսզի այդ հոլովակներն ունենան դրական, ուսուցողական որևէ ուղերձ, այլ ոչ թե լինեն անհասկանալի բառերի մի կույտ, շատ տգեղ կերպարներով, որոնց հետևանքով երեխաները կունենան բազմաթիվ վախեր, անհանգստություններ կամ կախվածություն։ Ծնողներին մասնագետը խորհուրդ է տալիս զգոն լինել և կարևորել երեխաների հոգեկան առողջությունը։
Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։